Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր հունիսի 3-ի առավոտը միասին սկսում ենք հանրայինի ուղիղ եթերում 9:31 արդեն կիսեցինք աշխատանքային շաբաթը օրը չորեքշաբթի եմ տաղավարում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են առաջիկա 1.5 ժամը հանրայինի ուղիղ եթերում լսելու եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը Վեգան այս շաբաթ անփոփոխ է նա միշտ տաղավարում է շնորհակալ ենք նրան որ փոխարինում է մեր գործընկերներին եւ մեզ երբ շատ զբաղված ենք լինում բայց Դուք էլ ինձ եք փոխարինում, երբ կարիք է լինում։ Բայց շատ ուրախ ենք ամեն առավոտ ձեզ հետ սկսել ամեն աշխատանքային օր 9:30-ից մինչև ժամը 11-ը մենք ուղիղ եթերում ենք ձեզ հետ հետաքրքիր նորություններով, լուրերով, փաստերով, թեմաներով, իհարկե հյուրերով եւ ամենակարևորը արթնացնող ու թարմ երաժշտությամբ։ Այո, 3 Սևակ պատահաբար ստացվեց այնպես, որ բազմաթիվ օրացույցը թերթելիս, բազմաթիվ օրերից տեսանք, որ նաեւ առողջ ծննդի օրն է նշվում եւ ամբողջ եթերի ընթացքում շատ էինք առողջ ապրելակերպից խոսում եւ այսօր հասկացանք, որ տրամաբանությունը շարունակվելու է եւ հետաքրքիր թեմա ենք ունենալու, այս թեմային առնչվող հյուր ենք ունենալու, մի խոսքով հետաքրքիր է լինելու ինչպես միշտ, բայց դե ինչպես գիտենք, օրվա տրամադրությունը սահմանում է առաջին երգը եւ նոր օր, նոր երգ։ Անունը տել գիշերային ավազին սապացի արտացորված լինի ցողերու Սուրճ ու սեր առավոտից։
9:35 դուք հետևում եք հանրային ռադիոյի առաջին ծրագրին, Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը արդեն սկսվել է, սուրճը կա, սերը մենք շարունակաբար փոխանցում ենք ձեզ եւ հիշեցնում, որ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել եւ գրել մեկնաբանություններ։ Եվ մեր ամենահավատարիմ ռադիոլսողներից Էդիկ Բաբուջյանը արդեն հասցրել է իր ավանդական ծաղիկներն ու սուրճը մեզ ուղարկել, ինչի համար շնորհակալ ենք եւ ձեզ նույնպես կոչ ենք անում հետեւել մեզ նաեւ on-line մեր կայքում armradio.am Facebook-յան էջում, մեր մասին պատմել ձեր ընկերներին, հարազատներին, որոնք օրինակ նյարդայնանում են առավոտյան խցանումներից եւ ուզում են ինչ-որ հետաքրքիր կերպ անցկացնել այդ ժամը, երևի կամ ժամերը երբեմն։ Ժամերը, րոպեները մենք հենց այս պահին եթերաժամի այս հատվածում ձեզ հետ կիսվում ենք այն տեղեկատվությամբ, որ անհրաժեշտ է տանից դուրս գալուց առաջ եւ միշտ մտածել ենք, որ Երանի մեկը լիներ, որ մեզ պատմեր ինչ է օրինակ սպասվում այսօր, ինչ եղանակ, ավտոճանապարհների իրավիճակը, խցանումային նիշը եւ այլն։ Եվ այս մեղեդին հուշում է, որ այժմ խոսելու ենք եղանակի տեսությունից։ Տեսնենք ինչ են ասում օդերևութաբանները հանրապետության տարածքում։ Այսօրվանից մինչև հունիսի 6-ը, առավելապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հյուսիսարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-ից 20 մետր վարկյան արագություն։ Օդի ջերմաստիճանը վաղվանից 2-ից 4 նիշով բարձրանալու է։ Մայրաքաղաքում տեղումներ կանխատեսվում են այսօր միայն երեկոյան, այն էլ քաղաքի առանձին հատվածներում, կարծում եմ դա մասիվն է, ավանն են։ Միշտ։ Եվ ըստ օդերևութաբանների կանխատեսումների մինչև 29 աստիճան տաքություն է լինելու ցերեկը, մոտենում ենք 30-ին, երեկոյան 18-ից 20, իսկ գիշերը 13-ից 15 աստիճան տաքություն։ Եվ հեռախոսային հավելվածը մեզ հուշում է, որ այս պահին մեր սիրելի մայրաքաղաքում արևոտ եղանակ է ու 9:37-ի դրությամբ արդեն 18 աստիճան տաքություն է։ Հրաշալի, առավոտը իսկապես հրաշալի է ռադիոտամբակում, ես առավոտները հենց ռադիոտամբակի հետ եմ միշտ ասոցացնում, որովհետև այստեղ եմ կարելի ասել զգում, երբ տանից նոր եմ դուրս գալիս, մինչև տրանսպորտային միջոց հասնելը դեռ կիսա քնած եմ եւ ռադիոտամբակում եմ, որ արդեն ամբողջությամբ արթնանում եմ, այո։ Դու գորգել կլվաս ռադիոտամբակում։ Գուցե չէի մտածել այդ մասին, նկատել ես վերջին շրջանում տեսանյութեր են հրապարակում, որ լվանում են այդ նոր գորգի հատվածը Պուշկին Խաչմերուկում, իդեպ դեռ չեմ տեսել, անպայման այդ կողմով կանցնեմ, որ տեսնեմ։ Այո, բոլոր ռիլերը, տեսահոլովակները, ստորիները այդ հատվածից են։ Գնամ ես էլ նայեմ, հետ չմնամ։ Իսկ մինչ այդ տեղեկացնեմ, որ չնայած այն բանին, որ ամեն օր մենք կարդում ենք նյութեր այն մասին, որ վերջապես քարիլիչ տանող ավտոճանապարհները եւ ամրերտամրոց բաց են, միևնույն է այսօր առավոտյան էլի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են եւ քանի որ մենք հիմնականում փրկարար ծառայության տեղեկությանն էլ ավտոճանապարհների մասով վստահում ենք, ամեն դեպքում պատմեմ, որ ըստ փրկարար ծառայության Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները փաստորեն շարունակում են փակ մնալ։ Լարսն է փոխարենը բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ առհասարակ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վստահ եմ նույնը չեն կարող ասել Երևանյան ավտոճանապարհների մասին։ Այո, 9:38-ի դրությամբ մայրաքաղաքում խցանումային նիշը 6 է, ոչ լավ, ոչ վատ պատկեր է, կարելի ասել արդեն սովորական դարձած, բնականաբար ծանրաբեռնված են առաջին հերթին այն փողոցները, որոնք մարդկանց հոսքը, մեքենաների հոսքը բերում են դեպի կենտրոն, սկսենք Իսակովի պողոտայից, բայց պատկերը այդքան էլ վատ չէ, ծայր խցանում ամեն դեպքում չկա, ավտոկայանի հատվածում այս շրջադարձ կատարելու մասում է փոքր-ինչ ծանրաբեռնված, Աթենքի փողոցն է ծանրաբեռնված դեպի Հաղթանակի կամուրջ եկող հատվածը, Արգիշտին, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ խիստ խցանում է, Վազգեն Սարգսյան փողոցը Հանրապետության հրապարակից դեպի արտաքին գործերի նախարարության շենք իջնող այս ամբողջ հատվածը ծանրաբեռնված է, Տիգրան Մեծը դեպի հրապարակ գնացող եւ հրապարակից Ամիրյանը, կրկին երթևեկություն այստեղ շատ դժվար է առաջ գնում, Սայաթ-Նովա փողոցն է ծանրաբեռնված Ռադիոտան Խաչմերուկից մինչև Օպերային թատրոն, Կորյունը դեպի Մատենադարան ու Մատենադարանից արդեն Մաշտոցը դեպի Պուշկին փողոց խիստ ծանրաբեռնված է, Գանք Բաղրամյան բարեկամության հատվածում կա խցանում, իսկ ահա մետրոյի հարևանությամբ Մարշալ Բաղրամյան, երբ սովորաբար լինում է խցանում, այսօր չկա։ Կիևյանը կարելի ասել հենց կամուրջն ավարտվում է, մինչև բարեկամություն ծանրաբեռնված է, դե Կոմիտասի պողոտան տեղ-տեղ
Եվ իհարկե Սարա Լանջը, Հարակից, Նեղլիկ փողոցներով Միասնիկյանը այստեղ բավական ծարաբեռնված է։ Մի խոսքով առավոտ է Երևանյան սովորական մի առավոտ եւ սովորական մի պատկեր 6 խցանումային նիշը։ Այո, հիշենք, որ վերջին շրջանում գրեթե միշտ նվազագույնը 7 բալ էր, այնպես որ 6-ով բավարարվենք նույնիսկ եւ գոհ լինենք եւ տեղափոխվենք ֆինանսական աշխարհ տարադրամի փոխարժեքին ծանոթացնեմ ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր արժե 368 դրամ 53 լումա, եվրոն համարժեք է 429 դրամի 12 լումայի, ռուսական ռուբլին 5 եւ 0.6 է, բարձրացել է կարծես թե վրացական լարին 138 դրամ է 37 լումա, 496 դրամ 37 լումայի է համարժեք բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամն այսօր 100 դրամ է եւ 34 լումա եւ ռիալը 0.027 է։ Փոփոխությունները կարծես թե կտրուկ չեն ֆինանսական աշխարհում։ Սա այն անհրաժեշտ կարևոր տեղեկատվություններ, որ հաստատ տանից դուրս գալուց առաջ չի խանգարի։ Մինչ եւս մեկ երաժշտական դադար կունենանք, զուգահեռ հիշեցնեմ, որ 553702-ն էլ մեր հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել մեզ ամբողջ եթերաժամի ընթացքում եւ ուղղել ձեր ողջույնները, հարցերը, լավ բաներ ասել մեզ։ Այո, մեզ։ մենք պատրաստ ենք ձեզ լսել, կարծես մեկնաբանություն կա։ Այո, եւս մի մեկնաբանություն ունենք, Արամ Մկրտչյանն է նաեւ միացել մեզ, բարի լույս հայացք եւ մեր օրը լավ սկսելու համար Սևակ եւ Վեգա ջաներ։ Շնորհակալ ենք, մենք էլ ձեզ ենք ողջունում Արամ եւ միանում ենք ձեր բարի լույսին եւ փոխանցում մեր ռադիո լսողներին։ Այո, քո ասած նոր երգը, վստահ եմ եթերում ասել եք, Իվետ Ամուկությանը նոր ալբոմ է թողարկել եւ շատ ուրախ ենք, որ մեր երգացանկը համալրվել է նոր երգերով։ Բարբերաբար կլսենք նոր երգեր, հիմա ալբոմի անունը կրող երգը Who am I, ով եմ ես։ I'm on a real road. Now what is left of me that I can call my own? Sutashrar, het kosmonaut, without the image on my heart side. It's a fake world, and I'm trapped like a painting, kept inside a big frame. Tell me now, who am I, who am I? Who am I, who am I? Who am I, who am I? Who am I? Im hin und neues, na jumenidar portum en haskanal het ognen het kailenarach. Mega kachvatin, jeder sang schnerit. Muse eis wird schien zu hof hanno mek echt so tokerit. Sutashrar, het kosmonaut, David mit an my side. It's a fake world, and I'm trapped like a painting, kept inside a big frame. Tell me now, who am I, who am I? Who am I, who am I? Who am I, who am I? Who am I? Who am I? The
station with the best music. Best music. I love the music. Best music. 9:45 Who am I երգում է Իվետ Ամուկոչյանը, նրա նոր ալբոմի երգերը բարբերաբար ձեզ դեռ կներկայացնենք, իսկ հիմա եկեք թերթենք օրացույցը 9:45 օրը չորեքշաբթի է, հունիսի 3-ն է եւ տեսնենք թե ինչով է հարուստ այսօրը, կարծես թե առողջ ապրելակերպին եւ սպորտին նվիրված հիշարժան օրեր կան հունիսի 3-ին։ Վազքի համընդհանուր օրն է եւ հենց այս թեմայով էլ իրականում հյուր ենք ունենալու, մարզաձև կարող ենք ասել ապրելակերպ, կարող ենք ասել սովորություն, կարող ենք ասել շատ տարբեր անուններ կարելի է տալ վազքին, միայն թե բոլորն էլ խոսում են այն մասին, որ այն շատ օգտակար առողջարար մի բան է։ Եթե խոսքը նրա մասին չէ, որ Փախնում եք ինչ-որ կամ չեք հասցնում ձեր գործերը եւ անընդհատ վազքի Դե մեջ։ բայց նույնիսկ այդ դեպքում, եթե ինչ-որ մեկից եք փախնում, վազքը ամեն դեպքում օգնում է, այդպեսի հայտնի մեմ կար, չէ, որ մի կին, որը առհասարակ վազել չի սիրում, առավոտյան արթնանում եւ տեսնում է, որ ինչ-որ մեկը վազում է, ասում, ձեզ ինչ-որ մեկը հետապնդում է, ինչու եք վազում։ Իրականում ես ինքս էլ վազել այդ առավոտյան սովորությունը չեմ կարողանում, բայց հիանում եմ այն մարդկանցով, որոնք կարողանում են։ Իդեպ մայրաքաղաքում կարծես գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ժամանակին դա այլ երկրներում ենք տեսնում կամ ֆիլմերում, երբ այգիներում, փողոցներում մարդիկ վազում են եւ պրոֆեսիոնալ կերպով, այսինքն ճիշտ հագուստով են, ճիշտ մարզակոշիկներով ամենակարևորը, որպեսզի չվնասվի ոտքերը։ Այս թեմային դեռ կանդրադառնանք եւ քանի ոտքերից խոսեցինք, բարձվում է այսօր նաեւ հարթաթաթության համաշխարհային օրն է, բան։ Ահա։ Հեծանիվի համաշխարհային օրն է նաեւ այսօր եւ Սևակը չգիտեր այդ մասին, բայց պատահաբար շատ հետաքրքիր շապիկ է հագել։ Հեծանիվներ են, պատահաբար եմ ընտրել այսօր։ Ամերիկյան արևմտյան բառ օգտագործեմ cute, շատ պոպոշ Հեծանիվի մի մասով շապիկ է, այո։ եւս մեր երկրում կարծես փոփոխություններ են տեղի ունենում, թեև մեր մայրաքաղաքը խիստ ծարաբեռնված է եւ շատ դժվար է հեծանվային գծեր առանձնացնելը, բայց այն մարդիկ, ովքեր ցանկանում են վարել, կարծես թե փորձում են գտնել ճանապարհներ եւ դրանցով անցնել եւ մի հետաքրքիր օր էլ միջատներին վնասազերծելու անհրաժեշտության իրազեկման օր։ Անհրաժեշտ է, հատկապես մոծակներին։ Պնդում են, որպես նրանց հավերժո, հատկապես ամռանը։ Եվ կարծես թե վերջին շրջանում ակտիվացել են եւ Facebook-ում տարատեսակ քննարկումներ են, թե ինչու է մայրաքաղաքը լցվել Մլակներով, այո, մլակներով, չգիտեմ, միջատները նրանց մի մաս համարվում են թե ոչ, բայց նրանց վնասազերծելու անհրաժեշտություն կարծում եմ բոլորս զգում ենք այս կամ այն եղանակին, հատկապես ամռանը։ Հատկապես ամռանը եւ եթե կան միջատներ, որոնք իրականում օգտակար են եւ կարեւոր են նրանց գոյությունը բնության համար, կարծում եմ մոծակները դրանց թվում չեն եւ հուսով եմ, որ նրանց դեմ պայքարի ինչ որ մեթոդ կուղարկենք, դե չեմ ասում վերացնենք, բայց գոնե մեր երկրից հեռու միտեղ ճանապարհենք։ Թող գնան։ Ես ամռանը կարծեմ կիսվել էի մոծակների դեմ պայքարի իմ հայտնագործած մեթոդներով, երբ ավելի սեզոնը մոտենա կպատմեմ անպայման։ Բայց արի ասենք, որ երբ փոքր էին, կարծես ավելի շատ էին կծում, հիմա Չէ, Սևակ, ուղղակի հիմա բոլորը ինձ են կծում։ Մեր տան շուրջ են լինում, դուք չեք նկատում։ Քեզ վրա ես վերցել ամբողջ ծանրությունը։ Գնանք Միացյալ Նահանգներ, տեսնենք ինչ ազգային տոներ կան։ Այսօր Միացյալ Նահանգները եւս նշում է վազքի ազգային օրը եւ նաեւ կրկնության ազգային օր, հետաքրքիր է ինչ են կրկնում այս։ Ինչպես ենք ասում, կրկնությունը գիտության մայրն է։ Այո, կարևոր տոն է իրականում, չգիտեմ ինչ են կրկնում, բայց փաստորեն այո, այսպիսի մի տոն ազգային տոների ցանկում ունի նահանգները։ Դե գիտեք, որ պարտադիր գոնե մեկ սննդամթերքի կամ ուտեսի տեսակի օր ունենում է, այսօր նաև ձվի ազգային օրն է նահանգներում։ Փորձենք հասկանալ ինչ է կրկնության օրը։ Ասում է դա մի օր է, որը քաջալերում է մարդկանց ինչ որ բաներ կրկնակի անել, ինչ որ դրական փորձառություններ անընդհատ կրկնել եւ կարծես թե կյանքը գեղեցկացնել, դրա մասին է։ Օրինակ, եթե պաղպաղակ կերակ եւ ձեզ շատ դուր եկավ, կոչանում եւս մեկ անգամ ուտել։ Անմիջապես, ինչ որ բաներ, որոնք շատ եք սիրում կրկնակի անել։ Նման հոգեբանական տեսություններ, չէ, որ օրինակ եթե ինչ որ բան 20 օր ես անում, թե 21 օր, դա դառնում է սովորություն, բայց օրինակ շուտ արթնանալը մենք առավոտյան ծրագրի հաղորդավարներ ենք, բայց դա սովորություն կարծես չի դառնում։ Դերձակների ազգային օրն են նշում Միացյալ Նահանգներում եւ դե վեգան ասած սննդի հետ կապված ձվի օրներ ու նաեւ շոկոլադե անանուխային թխվածքաբլիթի
ազգային օրը Macaron։ Իդեպ մի բան, որը դու հենց այսօր այսօր թեմատիկ է, այսօր Սևակը մակարոնով է սկսել օրը։ Հետաքրքիր տոներ վերջին շրջանում շատ ենք նկատում նաև Ռուսաստանում ձյան մասին հիշողությունների օրն է։ Այսօր հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում տարվա մեծ մասը ձյուն է, չգիտեմ թե ինչն են հասցնում կարոտել, բայց ամեն դեպքում փաստորեն նման մի ոչ պաշտոնական տոր նույնպես Ռուսաստանում կա։ Գանք հոբելյարների օրացույց եւ առաջինը տեսնում ենք աշխարհահռչակ մարզիկի անուն։ Այո, Ռաֆայել Նադալն է այսօր ծնվել 1986 թվականին, իսպանացի թենիսիստը, եւ Սևակ չգիտեմ թե ով է նա, բայց ազգանունն այնքան հետաքրքիր է, որ անպայման ուզում եմ շնորհավորել։ Այսօր ամերիկացի ձեռնարկատեր 1949-ին ծնված Թոմաս Դե Բենդետոյի ծննդյան օրն է։ Լեզվի վարժություն է նրա անունը ասել է եւ գրականության էջերից մեր հայ գրականության կարևոր դեմքերից Պերճ Պրոշյանի ծննդյան օրն է 1837 թվականին է ծնվել, գիտենք հայտնի են նրա հացի խնդիր, սոս եւ վարդի տերվեպերը, իդեպ Պերճ Պրոշյանը աշտարակից է եւ նրա թանգարանը շատ գեղեցիկ է աշտարակում, Երևանին մոտ է, եթե ժամանակ լինի կամ աշտարակով անցնեք, անպայման ժամանակ գտեք եւ այցելեք այդ գեղեցիկ թանգարան։ Եվ իհարկե նաեւ շնորհավորում ենք բոլորին, ովքեր այսօր նշում են իրենց ծննդյան օրը։ Մինչև եւս մեկ երգ կլսենք մեր գործընկերներին ողջունելուց առաջ, ես կարդամ եւս երկու մեկնաբանություն, որ արդեն ունենք։ Ես Սերմ Մխիթարյանն է հասցրել մեզ միանալ, բարի լույս, սիրելի հաղորդավարներս, բարի եւ օրհնյալ բոլորիս, Արտակ Մխիթարյանը նույնպես մեզ հետ է մեր Facebook-յան էջում եւ բարի լույս է մաղթում բոլորին։ Այո, հունիսի 3-ն է, հիշեցնենք օրը չորեքշաբթի, իդեպ երբ ասացի հունիսի 3, հիշեցի մանկության տարիներին, սա արդեն ամենահաճելի օրերից մեկն էր, արձակուրդները վաղուց արդեն սկսված էին մայիսի վերջերից, չէ, եւ ամառը մի ամբողջ հավերժություն էր թվում, երբ դպրոցական էինք եւ սկսվում էին դպրոցական արձակուրդները, իսկ հիմա ամառը ինչպես ցանկացած սեզոն շատ արագ է անցնում, հատկապես երբ արձակուրդի համար, չէ, հատկացված է 1 շաբաթ, 2 շաբաթ, առավելագույնը լավ 3 շաբաթ, բայց անգամ այդ օրերը շատ արագ են անցնում, որովհետև ամբողջ տարին կուտակել ենք գործեր, լավ մի քանի օր երկրից գնացինք, մնացած շրջանում խառը, գործեր եւ ժամանակը իսկապես արագ է անցնում։ Եվ բացի դրանից Սևակ անկեղծ լինենք, փոքր տարիքում ամառը հավերժություն էր թվում, որովհետև 3 ամիս մենք խաղում էինք, բակում էինք անցկացնում, հետաքրքիր փորձառություններ էինք ունենում, խաղում էինք, վիճում էինք, կնկնում էինք, վերքեր էինք ունենում, տուն ենք վազում, իսկ հիմա անկեղծ ենք on-line ենք լինում։ Վարկեր չունենք, վճարումներ չունենք, ոչ մի, ինչպես ասում են, ոչ խելք ունենք, ոչ մեղք ունենք, ոչ էլ հեռախոս, ոչ էլ սմարթֆոն։ Վասկի հետ կապված հիշեցի Բեյոնսեի համագործակցությունը Naughty Boy-ի հետ Running երգը լսենք, հետո արդեն ժամը կգա, որպեսզի ծանոթանանք վերջին ժամի նորություններին։ These four lonely walls have changed the way I feel. The way I feel. I'm standing still. And nothing else matters now. You're not here. So where are you? I've been calling you. I'm missing you. They're standing still. I'm running still. I'm running still.
If I lose myself, I lose it all. Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 57 այս եթերաժամի վերջին րոպեներն են եւ սա նշանակում է, որ մեր տաղավարում է ռադիոլուրի մեր գործընկեր այսօր Արմինեն է։ Բարի լույս Արմինե։ Բարի լույս, բարի լույս։ Ընտրարշավը մոտենում է ավարտին, պատրաստ եք Կիրակի օրվան։ Մենք էլ ենք մոտենում ավարտին։ Իմ դեմքից երևում է, չէ, որ ես չգնաց եմ եւ տենց։ Նախընտրական բանավեճերին եք։ Նախընտրական բանավեճերին է, այո, հետևում։ Ուզենք, չուզենք, պիտի հետևենք։ Ինչ կա լրահոսում բացի Քարոզարշավից, ինչ ենք այսօր ներկայացնելու։ Քարոզարշավից բացի հետաքրքիր իրադարձություններ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, հայաստանյան գործարարները գնացել են Կարս, ցամաքային անցակետով, այնտեղ հանդիպումը տեղի ունեցել եւ այլն, իսկ մշակութային առումով բալետային փառատոնն է մեկնարկել Թումոյի այգում, այսօր եւս Թամար բալետն է ներկայացվելու եւ սա պրեմիերա է։ Այո, 3 եւ այսօր Թամարն է ներկայացվելու, այո, օրեր առաջ մենք տաղավարում զրուցեցինք քաղաքապետարանի ներկայացուցիչի հետ, կազմակերպիչներից, Արմինե մի տարօրինակ հարց ունեմ, ամեն անգամ երբ տաքսիների վարորդները կամ պարզապես անձին կընտրություններին ընդառաջ իմանում են, որ լրագրող ես կամ աշխատում ես համապատասխան վայրում, միշտ ժողովրդական լեզվով ասած հարցախեղտ են անում, թե ինչ ինֆորմացիա կով է հաղթելու եւ այլն, այս առումով ծանրաբեռնվածություն նույնպես կա։ Այո, կա ու առաջին հարցը մեր վերջին շարունելու Քուրջան ներողություն բարերս համար, բայց այդպես են դիմում, երբեմն եղել է որ հեռախոսով խոսել եմ, հասկացել եմ որ լրագրող են կամ տաքսիով եկել եմ Հանրային ռադիոյի լրագրող Քուրջան մեր վերջին շարունելու վերջը դուք կիմանաք չէ ով է ընտրվելու։ Իդեպ երեք իմ դեպքում էլ ինչ որ անցնում էինք այնտեղ ինչ որտեղ ակցիա էր նախընտրական տեղի ունենում, վարորդը ինչ որ մեկնաբանություն արեց, իմ կարծիքը հարցեց, ես էլ պատասխանեցի եւ արդյունքում բարձվեց, որ ինքն էլ քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչ է։ Իսկ ես մի օր ասեցի դուք ընտրության, հա, իհարկե, ասեցի դե 20-րդին կընտրեք, ասեց ով է, ասի ես։ Կգնան ու ձեզ էլ կընտրեն, բայց ընտրեք ռադիոլուրը յուրաքանչյուր օր, որպեսզի տեղեկանաք նորություններին, յուրաքանչյուր ժամագլխի մեր գործընկերները ներկայացնում են վերջին ժամի նորությունները, այդ ամենը ներկայացված է նաև մեր կայքում armradio.am, հետևեք ռադիոլուրին եւ հանրային ռադիոյին նաև սոցիալական ցանցերում, որպեսզի ծանոթանաք վերջին ժամի թարմ նորություններին։ Դե ինչ տեսնենք ինչ է կատարվել Հայաստանում ու աշխարհում, ժամը 10 է մոտենում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, եթերում ռադիո լուրն է։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ։ Նախագահ Էրդողանն էլ Փաշինյանին է շնորհավորել ծննդյան 51-րդ տարեդարձի առթիվ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ եւ գոհնակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Ելմազի
Քարոզի այցը Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը եւ ախալքալակ Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ եւ Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարությունների աջակցությամբ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը եւ մեկնել Կարս մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը։ Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացում են սննդամթերքի, խմիչքների, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության եւ այլ ոլորտներ, ընդգծել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը եւ մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների միջև երրորդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնաժամկետ կամ ծագման երկիր նշել Հայաստան, Թուրքիա եւ հակառակը։ Բացի այդ, նրանք ընդգծել են հայկական ապրանքներին ախալքալակ Կարս երկաթուղուն հասանելիության տրամադրման կարևորությունը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ եւ տարածաշրջանային առևտրի համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է հնարավոր է համարում Հայաստանի ներգրավումը Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղային նախագծին։ Այս մասին ասել է նա Ախթալայում ներողություն ախալքալակում արդիականացված երկաթգծի գործարկման պաշտոնական արարողությունից հետո։ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Թբիլիսին մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերությանը տարածաշրջանային, տրանսպորտային եւ տարանցիկ գործառույթների զարգացման համատեքստում։ Մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ, նշել է Կոբախիձեն։ Լրագրողի հարցին արդյոք հնարավոր է ապագայում Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի Կարս նախագծին, Վրաստանի վարչապետը դրական պատասխան է տվել, ասելով, որ նման տարբերակ հնարավոր է։ 827 կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու շինարարությունը սկսվել է 2008 թվականի նոյեմբերին ադրբեջանա-վրացա-թուրքական միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Գործարկման ամսաթիվը բազմիցս հետաձգվել է, տեխնիկապես շինարարությունն ավարտվել է 2017 թվականին։ Գծի բեռնափոխադրումների ծավալը կարող է հասնել մինչև տարեկան 15 միլիոն տոննայի։ Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ արդիականացման արդյունքում Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու թողնակությունն ավելացվել է մինչև տարեկան 5 միլիոն տոննա։ Նախագծի շրջանակներում վերանորոգվել եւ վերակառուցվել է գործող երկաթուղային ցանցի 153 կիլոմետր երկարությամբ հատվածը, ինչպես նաեւ կառուցվել է 27 կիլոմետր երկարությամբ նոր գիծ։ Ռոսսելխոզնադզորնը հայտարարել է այսօրվանից նոր սահմանափակումներ են գործելու Ռուսաստան արտահանվող եւ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Խոսքը հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի եւ չրերի մասին է։ Գերատեսչության պնդմամբ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը։ Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ եւս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի եւ չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը։ Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր խոստացել է, որ կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսին։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։
remember all the danger we came from. Burning like embers, falling tender, longing for the days of no surrender years ago. And will you know? So smoke 'em if you got 'em, 'cause it's going down. All I ever wanted was you. I'll never get to heaven 'cause I don't know how. Let's raise our glass up to all the things I've lost on you. Oh, tell me I've been lost on you. Oh, just as you could cut me loose. Oh, everything I've lost on you is that lost on you. Oh, is that lost on you? Baby, is that lost on you? Is that lost on you? Wish that I could see the machinations, understand the toil of expectations in your mind. Hold me like you never lost your patience. Tell me that you love me more than hate me all the time. And you're still mine. So smoke 'em if you got 'em, 'cause it's going down. All I ever wanted was you. Let's take a drink of heaven, this can turn around. Let's raise our glass up to all the things I've lost on you. Oh, tell me I've been lost on you. Oh, just that you could cut me loose. Oh, after everything I've lost on you, is that lost on you? Oh, is that lost on you? Baby, is that lost on you? Is that lost on you? Let's raise our glass up to all the things I've lost on you. Oh, tell me I've been lost on you. Oh, just that you could cut me loose. Oh, after everything I've lost on you, is that lost on you? Is that lost on you? Սուրճ ու սեր առավոտից։
10-10 եթերաժամի երկրորդ հատվածը սկսվեց, մենք ուղիղ եթերում ենք հանրայինի առաջին ծրագրով 107 հաճախականությամբ բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, ովքեր 9:30-ից մեզ հետ են, շնորհակալ ենք հավատարմության համար։ Այո, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Ինչպես արդեն ասացինք, այսօր նշվում է Վազքի միջազգային օրը, այն նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի առաջին չորեքշաբթին։ Նպատակը խրախուսելն է առողջ ապրելակերպ անկախ մասնակիցների տարիքից կամ ֆիզիկական պատրաստվածությունից եւ մենք մինչ դուք երգն էիք լսում, մենք այդ ընթացքում հասցրեցինք ապշել, հիանալ եւ զարմանալ եւ հիմա արդեն սիրով ներկայացնում եմ մեր հյուրին, մեր տաղավարում է Վազորդ Արա Ամիրյանը, ով կատակով խորհուրդ է տվել իրեն ներկայացնել անցած դարից եկած Վազորդ, որովհետեւ վազում է փաստորեն շատ վաղուց։ Բայց փաստորեն այսօր արդեն 12 կիլոմետր վազել եք, բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիո։ Բարև ձեզ, ուրախ եմ շատ։ Սովորաբար հենց վազելով էլ ենթադրում ենք առավոտները սկսվում է, պարոն Ամիրյան, ինչ ռիտուալ է դա, ինչպես եք առավոտները սկսում։ Դե գիտեք, ես ամեն առավոտ չեմ վազում, վազում եմ շաբաթը 3 անգամ, որովհետև ամեն դեպքում տարիք իրան ասում է։ Այն մի օր այսօրվա օրն է, այն 2 օրը շաբաթ եւ կիրակի է, որովհետև ամեն դեպքում կա աշխատանք եւ պետք է հասնել գործի։ Մնացած օրերը փորձում եմ ինչ որ գիմնաստիկա անել տանը, մարզություն, ինչքանով ստացվում է, բայց ճիշտ ասած ալարում եմ, ավելի շատ վազում եմ, հա։ Այ որ ժամին եք արթնանում, եթե վազում եք, որտեղից եք վազում։ Ես վազում եմ Հրազդանի կիրճում, իմ մեքենայով իջնում եմ այդ այսպես ասած չերիկ կա այնտեղ, եթե գիտեք, այնտեղ կանգնում եմ եւ ընդեից ասենք թե ընկերոջ կամ ում հետ որ պայմաններն սկսում ենք, օրինակ այսօր 6:40 մենք արդեն սկսել ենք վազել։ Այ քեզ բան, մենք էլ բողոքում ենք, որ շուտ ենք ռադիո կարի սևակ։ Հետո լողանում եք, Հա, հետո լողանում եմ, հա, գալիս եմ, շորերս թողում եմ տանը եւ գնում եմ արդեն աշխատանքի։ Ինչպես եք սկսել, քանի նշեցիք, որ բավական վաղուց եք վազում, ինչպես եք սկսել եւ ինչու որոշեցիք, որ պետք է առավոտները վազեք։ Տեսեք, ես երիտասարդ ժամանակ թեթևատլետիկայով եմ զբաղվել, հավաքականի անդամ եմ եղել Հայաստանի եւ այլ, բայց որ արդեն ընտանիք եւ այլ, բնականաբար սպորտը թողել ենք, բայց ես միշտ գոնե կիրակի օրը վազել եմ։ Շատ քիչ, մի խոսքով միշտ փորձել եմ ակտիվ լինել, բնականաբար այդ ծխելի մասին ընդհանրապես խոսք չի եղել եւ այլ, բայց մոտ 10 տարի առաջ, որ երբ որ առաջի Երևանի մարաթոնը 2015 թվին սկսվեց, ինձ մոտ նորից արթնացավ այդ վազքի սերը եւ ես շատ ակտիվ սկսեցի վազել, ծունկս էր ցավում, փորձեցի անենց զգուշորեն անել, որ անցնի դա, ամեն դեպքում 18 թվին ստենտ եմ սրտից դրել, բայց դա ոչ իմ չի ածել։ Փաստորեն առողջ ապրելակերպը ամեն դեպքում այո, իրեն ասում է, այո, առաջնային է։ Իհարկե հետևում եմ առողջությանը, աշխատում եմ տարի մի անգամ գոնե հետազոտվել, որ ասենք թե ամեն դեպքում ինչ որ տենց ամենայն դեպս վազքը մեջս նստած է մի ուրիշ ձևի։ Ձեր օրինակը վարակիչ է եղել, օրինակ ձեր ընտանիքի անդամների, Այո, ընկերների։ ես իմ թորնիկներից վազացնում եմ։ Իմ թորս, փոքր թորս Արան, Երևան Սպրինգսը, որ ամեն գարուն արվում է, անցած տարի էլ առաջի տեղը գրավեց, այս տարի էլ Վաու, առաջի։ քանի տարեկան է։ 12։ Վաու։ 13 կներեք։ Արդեն դա։ Պարոն Ամիրյան, այն որ սպորտը առհասարակ ոչ միայն առողջ առ, այլև իրականում եթե անկեղծ լինենք կարելի ասել նույնիսկ կենսական անհրաժեշտություն է առողջ ապրելակերպի համար, բոլորս գիտենք, բայց հետաքրքիր է հենց վազքը, ինչ առանձնահատկություններ ունի, ինչ է տալիս վազքը մարմնին եւ վստահ եմ նաեւ հոգուն։ Գիտեք, վազքը ինքը բնական բան է, ոնց որ մարդ քայլում է, նույն ձևի վազում է, հա, եթե ուրիշ սպորտերում ինչ-որ տեխնիկական բաներ է պետք որ զբաղվես եւ այլ, վազքը շատ բնական է եւ իրոք վարակիչ է։ Օրինակ բժիշկները ինձ ասում են մի վազի, որ սիրտ ունես, բայց ասում են մի վազի, քայլի։ Ասում եմ, չէ, ես չեմ կարող։ Վազքը ոնց որ այն որ երկար վազում ես, օրինակ ասենք թե 10-12 կիլոմետր նորմալ է, բայց ես ասենք թե մի քանի անգամ արդեն երկու անգամ էջմիածին եմ վազել։ Այդ 20-22 կիլոմետրից հետո բարձա հոգնում ես, բայց չեք պատկերացնում ոնց ասեմ էնդորֆին են ասում բանը, այդ բանը էնդորֆին, դոֆամին, երջանկության հորմոնները տարբեր։ Այնքան է քո մոտ մեջը լցված, որ այդ հոգնածությունը մի կողմ դրած էլի
քեզ ուղակի երջանիկ ես զգում եւ ես ինչ ասեմ շատ ուրախ եմ, որ ես այդ ամեն ինչի Այդ մեջ եմ։ ճանապարհն եք ունեցել։ Ինչն է կարևոր վազելիս, մարզակոշիկ, հագուստ, տեսեք, ասեմ։ սնվել, սուրճ խմել, չխմել, մի քանի հնարքներ մեզ Ասեմ, ասեք։ ամենակարևորը մարզակոշիկն է։ Եթե դու ասենք թե այդքան գումար չունես, բաման, եթե նորմալ մարզակոշիկ լինի, որ ինքը մի քիչ փափուկ լինի, Հատուկ վազելու համար նախատեսված։ Չէ, հատուկ վազելու համար արդեն պրոֆեսիոնալ, ասենք թե ես ինձ տենց մի քիչ արդեն որ լուրջ եմ վազում, կարող է ես հատուկ ինձ համար առնեմ, բայց ցանկացած մարզակոշիկը, որը որ մի քիչ փափուկ է, նորմալ է, արդեն բավարար է, որ սկսնակ մարդը սկսի դրանով վազել, որ ուղակի ոտքերը, ծնկերը չվնասի, որովհետև կան ոնց են ասում, կեդի, որ բարակ, որոնք որ կարող է շատ սիրուն են քայլելու համար, բայց վազելու համար չէ։ Մնացածը սաղ ավելորդ է։ Մնացածը այդ ասենք թե կարա սովորական տրիկոլ լինի, մի քիչ հաստ, մի քիչ բարակ, այդ Կարևորը մարզակոշիկն է։ Դրա այդ առումով ինքը բոլորին հասանելի ձև է։ Պարոն Ամիրյան, այ հենց այդ մասին ես իմ օրինակով բերեմ, որ ավելի պարզ լինի ռադիոլսողներին, ինքս միշտ ֆիզիկական ակտիվություն ունեցած մարդ եմ, բայց նույնիսկ այն ընթացքում, երբ սպորտի այլ տեսակներով զբաղվում էի, երբ որոշում էի, որ պիտի սկսեմ նաև վազել, առավոտյան դուրս էի գալիս, շատ վատ էի զգում, այսինքն չէի կարողանում սրտխառնոց, ինքնազգացողությունս էր վատանում եւ խելոք վերադառնում էի տուն ու այդպես էլ չհասա այն կետին, որ սկսեմ վազել։ Ինչպես սկսել, ինչ հնարքներ, մեթոդներ կան, որ արդյունքում քեզ էլ հեշտ տրվի, դու էլ կարողանաս վազել եւ արդյոք պարտադիր է վազել հենց առավոտյան։ Երևի պարտադիր չի վազել առավոտյան, եթե ասենք թե առավոտյան անեցա որ շատ շուտ ես գնում աշխատանքի, կարաս վազես աշխատանքից հետո էլ ուղակի կամ վազես աշխատանքի։ Հա, ուղակի ես օրինակ գերադասում առաջերտին մաքուրոթին վազել, ոչ թե գնալ դահլիճում այդ վազքուղու վրա, հա, ես մաքուրոթ եմ գերադասում, տեսեք, ամեն առաջերտին, եթե մի քիչ վազում եք, ձեզ լավ չեք զգում, պետք է սկսել շատ դանդաղ, շատ դանդաղ, դուք այսօր վազեցիք 5-10 րոպե, զգացիք, որ արդեն դժվար է, կանգնեք, քայլեք, հետո մի քիչ վազեք, եթե իրոք պլանավորում եք վազելու, օրը մեջ սկսեք, կտեսնեք օրեցօր դուք ավելի հեշտ եք անում այդ, այսօր 10, վաղը 15, հետո շատ մի երկու շաբաթ հետո արդեն կես ժամ կվազեք, որովհետև ինչ առողջ երիտասարդ, ոչ ավել քաշ ունեք, ոչ բան ունեք, այդ ասենք թե ով որ ավել քաշ ունի, իրանց մոտ կա խնդիր, հա, որ պետք է սկիբից քայլեն, բայց անեց օրինակներ կան մարդկանց, որ ասենք թե համ ավել քաշն են գցել, համ սկսել են վազել, հետո շատ լուրջ են սկսել վազել, շատ օրինակ ասենք թե որ մտնում ես ցանց նայում ես ամբողջ աշխարհում ինչ մարդիկ են, ինչ են դարել, ինչից զարմանում ես։ Եվ մոտիվացվում։ Համենայն դեպս իրոք վազքը վարակիչ է, եթե մարդ պլանավորում է վազել, խնդրեմ, կարան առավոտյան հրազդանի կիրճ գան, այնտեղ մեծ լիքը բանկա չէ, այնտեղ տրենաժորներ կան դրված։ Հենց դա ուզում հարցնել, գնում եք հրազդանի կիրճ, մեզ համար դա փակ աշխարհ է, այդ ժամին մենք գնացենք կամ պատրաստում ենք գալ աշխատանքի, ովքեր են սովորաբար այնտեղ, ինչ տարիքի մարդիկ են, ժողովրդական անուն ունի, չէ, նաև Բիձուգյոլ։ Այո, հենց Բիձուգյոլում էլ ողանում եմ, հա։ Տեսեք, ընդեն նվիրալներ են։ Այնտեղ անենց մարդիկ են հավաքված, շատ լավ, որոնք որ ամեն օր են իրանք այնտեղ։ Մի ասենք թե խումբ կա, որոնք որ չգիտեմ, եթե նկատել եք 44-րդ պատերազմից հետո հուշարձանել են այնտեղ հենց բանի վրա լանջի վրա դրել եւ իրոք նվիրալներ են, որոնք ամեն ինչ անում են, որ այդտեղ ամեն ինչը զարգանա, ծառեր են տնգել, ծաղիկներ են սիրուն աճում, մարդիկ մարզվում են, լողանում են, իրոք առողջ ապրելակերպը իրանցն է։ Ես իմ շաբաթ 3 անգամ որ գնում եմ, հա ինձ ճանաչում են, մի քիչ տարիքով եմ երևի, չնայած գալիս են ինձնից է տարիքով մարդիկ հեծանիվով կանգնում են մարզություն են անում, լողանում են, գնում են,
հետո այդ առավոտյանը, բայց մեկ-մեկ որ ցերեկը գրում տեսնում լրիվ ուրիշ մարդիկ են արդեն։ Լրիվ ուրիշ, ասում ուրիշ սաստավ է արդեն։ Իդեպ այդ հատվածը տարբեր իրականությունների բախում է։ Մի կողմում ռեստորաններ, ճարպոտ սնունդ, լավ երաժշտություն, քեֆ անելու երաժշտություն, մյուս կողմում մարդիկ վազում են, լողանում են, մարզվում են։ Իսկապես։ Եվ պարոն Ամիրյան, հետաքրքիր է տարիներ շարունակ վազում եք, նշեցիք, որ հաստատ տարբեր մարդկանց հետ եք ծանոթացել։ Ինչ որ հետաքրքիր դեպք, պատմություն, կյանքի վրա հետք թողած իրադարձություն կա, որ հենց վազելու շնորհիվ է ձեր հետ տեղի ունեցել, կամ գուցե ինչ որ ընկեր, որին ձեռք եք բերել հենց վազելիս։ Հիմա դժվարանամ ասեմ, մենք մի անգամ հետաքրքիր էր, տենց վտանգավոր բաներ, մենք բուսաբանական այգում այդ վաղ սպորտսմեն էինք, վազում էինք Ավանի մոտ։ Հա, բուսաբանական այգում մեծ կրուկ կար, այնտեղ մենք մարզվում էինք, այսպես ասած, ու բանը վազում էինք առաջի 2-3 հոգիները տղաները, մենք էլ հետևից մի 5-6 հոգի էինք։ Ուրեմն առաջի տղաները վազում են ու օձ ասենց անցնում։ Իրանք չեն տեսնում, բայց հետևից ես տեսա արդեն ու այդ օձի վրա արդեն պետք է կանգնից ու թռավ շատ վախեցա, առաջինները չէին տեսել, բայց ես դանեց տպավորվել։ Կարևորը բարեհաջող է ամեն ինչ անցել։ Հետաքրքիր է նաև այն համայնքը, ընկերները, որ ձեռք եք բերել այս տարիների ընթացքում, անգամ որ տարիքում են մինչև, հա, վազում, կան մարդիկ, որ օրինակ տարիքից ելնելով արդեն չեն վազում, թե դա մի ապրելակերպ է, որ մինչև կյանքի վերջ պետք է վազեն։ Աստված հերոպա, եթե առողջական արդեն չի ներում, կարող է ընդհատվի, բայց հիմա ես էլ ընկերներ ունեմ, որ ասենք թե ինձնից մի քիչ կարող է մի քանի տարի երիտասարդ են ու հետս վազում են։ Կարող է մի քիչ ավելի քիչ, քան թե ես այս 2-3 տարին ընդհանրապես գնացի դեպի ոնց որ շատ եմ վազում, ես ամիսը մոտ 100 կիլոմետրից ավել վազում եմ։ Վաու։ Ամեն անգամ ասում եք, ես ամեն անգամ բերեմ թռ։ Հա, տեսեք ու եմ ձեռք բերել նո այս պատերազմը որ սկսեց 22 թվից բավականին եկան Ռուսաստանից տղաներ եւ իրանք ստեղ են ստեղծել իրանց բանը community կոչ։ Այո, հա, Telegram-ում կանալ են ստեղծել շատ սպլաչոննի եւ ասենք թե մեզ հետ են ընկերություն անում ինձ իհարկե բոլորը ճանաչում են արդեն շատ հետաքրքիր է իրանց ոնց որ իրանց շնորհիվել ոնց որ մեր մոտ վազողները հիմա Եթե դու կարող ես դուք էլ նկատեք, որ գալիս եք որ փողոցում են վազում։ Այո, շատ հաճախ նկատում եմ։ Ես ճիշտ ասած այս վարակը հենց մեկին վազող տեսնում եմ, նայում ասում եմ, ոնց ես իրան չեմ ճանաչում։ Ինձ թվում է բոլորին ճանաչեմ։ Եվ ինոր է։ Բայց իհարկե տենց չի։ Պարոն Ամիրյան, ֆիզիկական բենեֆիտները, այսպես ասած, ֆիզիկական առողջության վրա լավ ազդեցության մասին վազքի կարծում եմ բոլորը գիտեն, բայց հետաքրքիր է մտքի, հոգու հետ կապված ինչ է տալիս վազքը։ Արդյոք ավելի խաղաղվում եք, արդյոք նյարդերն են ավելի հանգիստ կան, ինչ որ հատկանիշներ ներքին, որ ձեր կարծիքով վազքի միջոցով եք ձեռք բերել կամ որ այդ հարցում վազքն օգնում է։ Ասում են կան, որովհետև պարզախնդիրներ ունես կյանքում թե աշխատանքի, թե խնդիրներ, որ ասենք թե ինչ որ հարց կա, որ լուծվում է, չի լուծվում, պարզա որ դու դուրս ես գալի վազելու, այդ ամեն ինչը կոմոդ ոնց որ հարթվում է, ուզում է հարթվի, հա, ինչ որ մի քիչ ավելի պարզվում է ամեն ինչ, վազքը քեզ ոնց որ բերում է ավելի նենց հարթակ։ Երբեմն էլ ճիշտ որոշումների, չէ՞, երբ մտածում ես։ Եվ ամփոփելով արդեն թերևս պարոն Ամիրյան, երևի խնդրենք դուք ձեզ դիրքավորում եք կատակով որպես անցած դարից դեռ վազող մարդ, երիտասարդներին գուցե ինչ-որ խորհուրդ թե վազքի հետ կապված է առհասարակ ֆիզիկական առողջությանը հետևելու եւ առողջ ապրելակերպ։ Իհարկե, տեսեք, պարզա ես վազքի սիրահար եմ, բայց ցանկացած սպորտաձև, ցանկացած, եթե մի երիտասարդ որոշել է զբաղվի, դա ուղղակի ողջունելի է։ Դա կլինի հեծանի, դա կլինի, չգիտեմ, իմանես նոր սպորտաձևեր կան, որ իհարկե ողջունելի է ու ինչ ասեմ, ես օրինակ անձամբ կողջունեմ բոլորին, ովքեր որ որոշում են սպորտով, որովհետև տեսնում ես, ասենք թե դպրոցական արդեն բարձր դասարան տղա
մի քիչ բանը առած փորով բանով ասում ես տղա ջան, ասում ես դուրս արի քայլի մի խոսքով որ ասեմ թե այդ առողջ ապրելակերպը շատ կարևոր է եւ մեր հիմա այդ տարբեր ջիմեր կան որ գովազանում շատ ավելի իմ տղաս հրավիրեց գնում ամիտեղ հրավիրեց գնացի միտեղ շատ լավ էր որպես հյուր գնացի մի քանի մարզում արեցի ու շատ գոհ եմ մնացել չնայած էլի եմ ասում ես գերադասում եմ մաքուրոթին այդ ամենը Հիմա նաև մոդայիկեն այդ street workout-ները անգամ ֆեդերացիա կա որ փորձում է մարզերում հասանելի դարձնել մարզասարքեր են այո բացօթյա տեղադրում կուզենայի մի բան էլ ասել վազքի հետ կապված մեր մոտ Երևանի մարաթոնը իրում ամեն աշուն ինչնա դե իհարկե լավ միջոցառում է ողջունելի է այդ ինձ համար նոր տարին սկսում է մինչև Երևանի մարաթոն Երևանի մարաթոնից այդ ձեր սեփական հաշվարկն է տարվա բայց մեր ժողովուրդը մեր վարորդները դրան դեռ պատրաստ չեն ոստիկանությունը դրան պատրաստ չի մենք ոստիկաններ ունենք որոնք որ չեն պատկերացնում դա ինչ է Հրազդանի կիրճի Ֆլորենս ռեստորանից են կողմ շաբաթ-կիրակի փագա, չգիտեմ, գիտեք թե չէ։ Բազորտների համար։ Ուրեմն ոստիկանի մեքենան կանգնում ասենց, որ ոչ մեկ չգնա։ Չափարները սենց դնում են, մի կես մետր տեղ են բացում, գալիս են ոստիկանի կողք ասում եմ, բացեք, որ չի ասում հենա հանցի էլ։ Ասում են ինքերս դուք սպորտով զբաղվել եք։ Ասում բացեք, դուք ստեղ կանգնած եք, ոչ մեկ չի քշի։ Դու այդ մեր ցավն է, հույսով եմ ինչ-որ ժամանակ կգա, որ կհասկանան, որ տենց պետք չի արել։ Ավելի հարմարեցված գուցե նույնիսկ հատուկ ավելի հարմարեցված տարածքներ կլինեն։ Դե հիմա փորձում են այդ հատվածը նախագիծ կա, քաղաքապետարանը մեր բանը գոտի են դարձնում։ Հա, բանը ռեկոնստրուկցիա են անում, որը որ ողջունելի է, ոնց որ Հրազդանի կիրճին հիմա տեղ են տալի։ Իդեպ իմ կարծիքով հրաշալի է եւ շատ հետաքրքիր, որ եթե սովորաբար հակառակն է լինում, այսինքն պետական կառույցները, գերատեսչությունները ինչ որ վայր սահմանում են ինչ որ երևույթի համար կամ զբաղվածության, այս դեպքում լրիվ հակառակն է եղել եւ տարիների ընթացքում այդ հատվածում մարզվողներն են կարծես թե որոշել եւ սահմանել այդ տեղը դրա համար, այնպես որ իսկապես հուսով ենք, որ գնալով ել ավելի հարմարավետ կդառնա։ Հուսով ենք նաեւ, որ ձեր օրինակը, ինչպես դուք նշեցիք, վարակիչ կլինի նաեւ մեր ռադիո լսողների համար, որովհետև մեզ համար հաստատ, չգիտեմ վարակիչ էր թե չէ, բայց որ մոտիվացնող էր դա հաստատ, մի տեսակ ցանկություն առաջացավ անպայման առողջ ապրելակերպին վերադառնալու։ Սիրով հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Արա Ամիրյանի հետ, Վազորտ, ում հիմա կխնդրենք մեզ հետ լուսանկարվել։ Դուք էլ այդ ընթացքում եւս մեկ երգ վայելեք, հետո կվերադառնանք ու կշարունակենք եթերը։ Around the world, we're receiving them, taking our love just to give a little joy. You know who we are. That's right. Bad boy, 17 in the making, no time for the faking. So get on the floor, let me see your body shaking. I want you to want this hot fantasy, cause I love what you do to me. Come on. What you do to me, give me love instantly. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me, the way that it's supposed to be. Live your fantasy. Cause you be taking control of the lover in me. I never ever felt such a feeling so free. The way that you kiss me, we can make history. I give you all my love till there's nothing that's left of me. Guess in the end, that's the way it's supposed to be. Bad boys, bad girls, sharing ecstasy. Cause I love what you do to me. Yeah. You do what you do to me. Give me love instantly. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me. The way that
said, take me by the hand. I said, take me if you can. I said, you can turn away. I said, you cannot defy. I said, you can't be afraid. And you cannot deny. You do what you do to me. Yeah, Yeah. Rick McCoy. Rick McCoy on the mic now. Do what you do to me. Uh-huh, Me so now. yeah, Yeah. that's what I mean. Do what you do to me. One You time. do what you do to me. Give me love instantly. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me. The way that it's supposed to be. Live your fantasy. Love in ecstasy. I said, take me like a man. I said, take me as I am. I said, take me by the hand. I said, take me if you can. I said, you can turn away. I said, you cannot defy. I said, you can't be afraid. And you cannot deny. The station with the best music. Best music. I love the music. Best music. Շարունակում ենք մեր եթերը 19:32 107 հաճախականությամբ հանրային ռադիոն եք դուք լսում առաջին ծրագիրը եւ Սուրճ ու Սեր առավոտից ռադիոնախագիծը մենք շարունակում ենք դեռ ունենք մոտ կես ժամ այնպես որ այս րոպեները օգտագործելու ենք հետաքրքիր կարևոր տեղեկություններ ու նորություններ ձեզ հաղորդելու համար Այո, եւ սկսենք մշակութային ամենագեղեցիկ իրադարձություններից մեկից, որ տարվա ընթացքում տեղի է ունենում Երևանում, ինչպես մեր գործընկերը հուշեց եւ ինչպես դեռ օրեր առաջ մենք ձեզ պատմել էինք, արդեն մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, որը 2023 թվականից, ինչպես գիտեք, իրականացվում է եւ Թամար բալետային ստեղծագործության պրեմիերան արդեն տեղի ունեցավ բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ, ինչպես արդեն ձեզ պատմել ենք եթերում, այն Ախթամար լեգենդի հիման վրա է ստեղծվել, երաժշտության հեղինակն էլ շվեյցարիաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։ Այսօր հունիսի 3-ին նույնպես կարող եք դիտել Թամարը, այսօր երեկոյան նույնպես լինելու է, իսկ արդեն վաղը եւ մյուս օրը հունիսի 5-ին եւ 6-ին Սասունցի Դավիթ բալետ օրատորիան որի տոմսերը միշտ դժվար էր գտնել, երբ այն ներկայացվում էր օպերային թատրոնում եւ ահա հրաշալի հնարավորություն բացօթյա Թումոյի այգում վայելել, իհարկե եթերում էլ խոսել ենք սրա մասին, մի փոքր շուտ գնացեք, ինչքան էլ մեծ է տարածքը, լավ տեսանկյունից դիտելու համար շատ դժվար է լավ տեղ գտնել։ Ասեմ ավելին, ես կասեի ոչ թե մի փոքր շուտ, այլ լավ շուտ, որովհետեւ շատերն են նույնիսկ ես մի անգամ նույնիսկ 2 ժամ շուտ եմ գնացել եւ տեղ չկար նստելու, ինչը մի կողմից որպես հանդիսատես մի փոքր նյարդայնացնող է, բայց մյուս կողմից էլ ուրախացնող է։ Իդեպ գնալու մասին նշեմ, որ քաղաքապետարանը բավական հեշտացրել է նաև այնտեղ տեղափոխվելու process-ը եւ Թումոյի հարակից տարածքից անվճար ավտոբուսային երթուղիներ են գործում այդ օրերին 3 այսօր եւ մինչեւ ներկայացումների վերջը ավարտից հետո Թումանյանի անվան այգու կանգառից դեպի մետրոյի բարեկամություն եւ Զորավար Անդրանիկ Կարաններ ավտոբուսային անվճար երթուղիներ կլինեն, ինչը տուն գնալու process-ը բավական կդյուրացնի, կհեշտացնի, որովհետեւ գուցե ուշ ավարտվի եւ որպեսզի դժվարություններ չունենաք, կարող եք օգտվել այս անվճար երթուղիներից։ Երթուղիների մասին եւս մեկ նորություն Երևանի քաղաքապետարանից, այն էլ շատ ուրախալի նորություն, շատ լավ վերնագրով Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան։ Երթուղի են դուրս եկել 45 նոր տրոլեյբուսներ, որոնք սպասարկելու են գործող ուղղությունները փոփոխված մի քանի վերջնականգառներով։ Ուղեգծերի փոփոխությունների մասին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի սոցիալական էջերում։ Տրոլեյբուս տրանսպորտային միջոցը կարծես մի փոքր մանկություն տանող, չէ՞։ Ասոցիացիաներ ունի եւ կարեւոր է, որ այն տրոլեյբուսները, որոնք շատ երկար տարիներ շահագործվում էին եւ ոչ այնքան լավ վիճակում էին, արդեն փոխարինվում են նորերով եւ ընդհանրապես քաղաքում տրանսպորտային միջոցների թարմացումը բոլորիս համար շատ կարեւոր է, անկախ նրանից մենք օրինակ սեփական ավտոմեքենա ունենք, ոտքով ենք երթևեկում թե ոչ, ընդհանուր երթևեկության որակի եւ արագության վրա քաղաքային տրանսպորտը ազդում է։ Սևակ հիմա կզարմանաս, գուցե նույնիսկ ծիծաղելի հնչի, չէ, ես հակառակը, ես շատ հաճախ էի օգտվում մինչև վերջերս, որովհետեւ Չարենցի փողոցից դեպի մեր տան հարակից հատված կար առաջին համարի տրոլեյբուսը եւ հիմա որ
որ ասացի, Հիմա էլ որ կա։ փոխվել է, ես հենց նոր հասկացա, որ ահագին ժամանակ է չեմ օգտվել, առնվազն 1 տարի, գուցե նույնիսկ 2, եւ հատկապես եթե հիմա նման փոփոխություն կա, երբեմն փորձում եմ աշխատանքից բռնացնել այն ժամը, երբ համեմատաբար թեթև է լինում տրանսպորտը, հասարակական տրանսպորտի մասին է խոսքը, հանրային տրանսպորտի, գուցե այսքանի օրը փորձեմ այդ նոր տրոլեյբուսով տեղափոխվել եւ անպայման կկիսվեմ նաեւ եթերում տպավորությունները։ Review կանես, ինչպես Այո, ասում են, review քանի կանեմ։ խոսում ենք մեր մայրաքաղաքից, փոփոխություններից, դե գիտեք, քաղաքը ակտիվ է տարատեսակ միջոցառումներով, բալետի օրերն է ընթանում, ինչպես տեղեկացրինք, իսկ ահա վաղը չեմ մյուս օր կմեկնարկի Երևանի գինու օրերը, որի մասին ձեզ առիթ եղել է պատմելու, հունիսի 5, 6, 7 ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը Երևանը գինով է լցվելու եւ Սարյան փողոցը ու հարակից մի քանի փողոցներ, գինու բույր, խորոված, ուտեստներ, խորտիկներ, այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են այս պարադոնին, գիտեն ինչ է իրենց սպասվում, իսկ ովքեր միգուցե չեն եղել եւ առաջին անգամ պետք է գնան, ապա մի երկ մտեք, անպայման մասնակցեք, սա մեր մայրաքաղաքի ամենամարդաշատ եւ ամենապոպուլյար միջոցառումներից մեկն է։ Այո, վստահաբար տոն է դառնալու այդ օրը այդ տարածքը եւ Սևակ նոր մեկնաբանություններ էլ ունենք։ Չնայած կարծում եմ ռադիոլսողներին հետաքրքիր կլինի նաեւ տեսնել ինչ փոփոխություններ կան խցանումների հետ կապված եւ եղանակի, բայց մինչեւ այդ մի քանի մեկնաբանություն կարդամ։ Վարդիտեր Գևորգյանը գրում է օրներս բարի լինի, սիրելի մարդիկ։ Լևեն Մինասյանը հավելել է մեր հյուրի խորհուրդը եւ ասում է բարի առավոտ երեխեք ջան, վազելուց կարեւոր են նասկիները, ցանկալի է բրդից նասկիներ, հարգելի հյուրին շատ բարև, օծից վախեցողը Վանիկներ։ Գուցե այո։ Պարոն Ամիրյանը այո, ծանոթներ ունի նաև մեր ռադիոլսողների շրջանում։ Վահե Գաբրիելյանն էլ գրում է. «Բարևներ սիրելի հայեր, բարևներս եմ ուղարկում Աբովյան քաղաքի բոլոր տաքսիստներին, կոշկակարներին, Սուսան Տյոջային, Էլադաս պարային ստուդիային եւ Հուշեր պարային համույթին»։ Մի տեսակ այն Տիկին Շահինյանի հաղորդումը հիշեցի։ Վերադառնալով արդեն այն տեղեկատվությանը, որ հաստատ պետք է թարմացնենք, այս պահին 10:37 ըստ հեռախոսային հավելվածի մայրաքաղաքում այս պահին 19 աստիճան հրաշալի եղանակ է, եթե դեռ տանն եք եւ տանից դուրս չեք եկել, մի խուսափեք, շտապեք դուրս եւ հեռախոսային հավելվածս առանձին հուշում է, որ այսօր մինչեւ 25 աստիճան կբարձրանա։ Այո, իսկ օդերևութաբանները ասում են մինչեւ 29 աստիճան, դեռ խցանումների եւ եղանակի մասին ձեզ կպատմենք, կտեղեկացնենք։ Օրինակ ես մի քանի օր եթերում չեմ եղել եւ բազմաթիվ նոր երգեր են դուրս եկել, Վեգա, մի մոտ խումբը, որը գիտենք Գարիկն է եւ Լյուսին, հին ռետրո Կարինե երգը վերափոխել են եւ նորովի են ներկայացնում։ Իդեպ վերջերս այս երգին նաեւ Նեմրան էր անդրադարձել, հետաքրքիր է, լսենք, տեսնենք ինչպես է ստացվել։ Ուժգարուն եմ իր բուրում, ու ծաղկերը շողշողում Կարինե, իմ երկրի քնքուշ ծաղիկ, քո հայացքը գեղատես, քո հասակը բարդու պես, եւ խոսքերը սրտակես Կարինե, արևոտ բայց առաղջիկ։
Վերջում լսեցինք նաև Գարիկի եւ Լյուսիի բացականչությունները, շատ գեղեցիկ մեկնաբանություններ Կարինեի, առաջին անգամ մենք էլ եթերում ձեզ հետ լսեցինք։ Շնորհակալ ենք մեր արտիստներին, որ վերադառնում են հին ու սիրված երգերին, դրանք ներկայացնում են նորովի եւ թարմացնում են մեր երգացանկերը, playlist-երը, հատկապես առավոտյան ծրագրում աշխատողներիս համար, սա շատ կարեւոր է, մանավանդ որ գիտեք, համացանց, Facebook-ը, նաև YouTube-ը խիստ սահմանափակումներ է դնում միջազգային հիթեր հեռարձակելու տեսանկյունից, դրա համար երբ մերոնք են լավ երգեր ներկայացնում, էլ ավելի ուրախալի է դառնում։ Եվ ընդհանրապես շարունակենք խոսել մայրաքաղաքի կարևորագույն իրադարձությունների մասին, հունիսի 6-ն է մոտենում Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, այդ օրը երկու միանգամից դասական միջոցառում է մեկնարկում, մեկը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, մյուսը Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը։ Ահա, բացի դրանից առաջիկայում իհարկե հիմա ավելի մանրամասն կանդրադառնանք այս երկու միջոցառումներին, բայց մինչև այդ հիշեցնեմ, որ իրականում նաև համաշխարհային արտիստ ունենք մեկ այլ, որը ելույթ է ունենալու Երևանում, Լարա Ֆաբյանի համերգն է տեղի ունենալու առաջիկայում հունիսի 8-ին, նրա ամենահայտնի երգերը կհնչեն Երևանում տեղի ունեցող համերգի ընթացքում եւ համերգի ընթացքում ելույթ կունենա նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ քանի դեռ այս մասից ենք խոսում, հիշեցնենք եւս մեկ անգամ նաեւ Արամ Խաչատրյան մրցույթի մասին, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը վերադառնում է արդեն թավջութակ մասնագիտական կարգում, եթե չեմ սխալվում, նախորդ տարի դիրիժորներն էին, չէ՞, Սևակ, այո, իդեպ շատ զարմացա, որ 1 տարի արդեն անցավ, կարծես 3 լիներ դիրիժորների մրցույթը, այո։ Մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին, ինչպես արդեն նշեցինք, բացման հանդիսավոր արարողությամբ, իսկ պարգևատրման արարողությունն ու գալա համերգը տեղի կունենա արդեն հունիսի 13-ին։ Մրցութային փուլերի մուտքն ազատ է իդեպ, այնպես որ այս մշակութային շաբաթը բաց մի թողեք եւ այդ օրերի ընթացքում անպայման այցելեք, մասնակցեք համերգներին, մրցութային փուլերին, հատկապես որ թավջութակը ամենագեղեցիկ գործիքներից մեկն է, կարծում եմ, որ երբևէ գոյություն է ունեցել։ Եվ նաև Հայաստանը հյուրընկալում է Պատանի երաժիշտների Եվրատեսիլը, կրկին տարբեր երկրներից, տարբեր այս դեպքում գործիքներ նվագող պատանիներ են այս օրերին ժամանել Հայաստան, իդեպ երեք տեսանք, որ նաև մեր գործընկերներն են վարելու այս միջոցառումը, Հրաչվին եւ Համլետը, ողջունենք նրանց եւ հաջողություն մաղթենք, շատ հաճելի է, որ տարատեսակ միջոցառումներ, հատկապես դասական աշխարհում հայտնի կամ նոր հայտնի դարձող Հայաստանը հյուրընկալում է եւ այսպես մեր երկիրը հայտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում, զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում եւ իրադարձային туриզմի կարևոր կետ է դառնում։ Այո, իսկապես եւս մեկ մշակութային նորություն, մեկ կադր կարճ ֆիլմերի 24-րդ միջազգային փառատոնին մասնակցում է 18 երկիր։ Սա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ արվեստի բաց հարթակ կազմակերպության իրականացվող ներողություն միջոցառումն է, որը տեղի է ունենալու հունիսի 8-ից 15-ը։ Սա միջազգային փառատոն է, որի բացումը էլի հունիսի 8-ին տեղի կունենա ժամը 19-ին կինոյի տանը։ Բացմանը հանդես կգա Խազեր երգչախումբը հայկական ազգային դասական երաժշտության կատարումներով հիմնված Կոմիտասի դպրոցի վրա։ Փառատոնը կբացվի անվանի ժամանակակից արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի «Միթե այսօր այն օրը չէ» ֆիլմով, որը իդեպ հիմնված է Վիլյամ Սարոյանի պատումի վրա։ Փառատոնին մասնակցում է 18 երկիր՝ Հայաստան, Նահանգներ, Գերմանիա, Թայլանդ, Իրան, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան եւ այլն։ Փառատոնի ընթացքը տեղի կունենա բացարձակի կամերային կինոսրահում, Քաջազնունի 1 հասցեում եւ կցուցադրվի ուշադրություն 109 ֆիլմ։ Բացի դրանից փառատոնի ընթացքում բացի ցուցադրություններից կլինեն նաեւ վարպետության դասեր, հանդիպումներ, արվեստագետների միջև փորձի փոխանակում, քննարկումներ, բազմաթիվ տարբեր իհարկե անվանակարգեր կլինեն եւ ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ երկրներից տարբեր արվեստագետների ներկայացրած ստեղծագործություններ, նրանց կարճ ֆիլմերը դիտելու հնարավորություն կլինի, այնպես որ իսկապես հունիսը բազմազան է պարզապես մշակութային առումով եւ վստահաբար հաճելի է լինելու մշակութասեր հայերի համար։
Իդեպ եւս մեկ նորություն, կարծում եմ այս մասին առիթ եղել է, միգուցե ռադիոլուրի մեր գործընկերներն են տեղեկացրել, բայց մենք էլ ասենք, որ հունիսի 2-ից Ամբերտ պատմամշակութային հնավայրը կընդունի իր այցելուներին նոր գրաֆիկով երեքշաբթիից կիրակի ժամը 10-ից 20-ը, իսկ երկուշաբթի ժամը 10-ից 19-ը։ Ամբերտում դեռ 2024 թվականից վերականգնման աշխատանքներ էին մեկնարկել, տարատեսակ վերանորոգումներ են արվել, բայց զուգահեռ այդ ամենին ընթանում էր նաև այցելուների ընդունելությունը եւ հիմա արդեն Ամբերտը բաց է նոր գրաֆիկով, կարող են այցելուները գալ, այն իդեպ տարեկան 20-ից 30 հազար այցելու է ունենում, ինչը հրաշալի թիվ է, այն համարվում է Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից եւ Երևանին էլ շատ մոտ է, եղանակն էլ լավ է, եթե ունեք ազատ ժամանակ եւ չգիտեք ուր գնալ, լավ տարբերակ է գնալ եւ տեսնել վերականգնված Ամբերտ։ Ես չեմ եղել, Սևակ, այնպես որ հաստատ նկատի կունենամ եւ երեք էլ ասում եի, որ անպայման պիտի հայցելեմ, հիմա կարծես թե ժամանակն է։ Մշակույթից կտրուկ անցում կատարենք մարզական նորություններին, քանի որ եթերաժամը մոտենում է ավարտին, դուք էլ գիտեք, որ ավանդաբար այս հատվածում եթերի փորձում ենք մի փոքր մարզական աշխարհին ձեզ տեղյակ եւ ծանոթ պահել եւ հայ շախմատուհիների արդյունքները ներկայացնեմ Եվրոպայի անհատական առաջնության ընթացքից, որը տեղի է ունենում Վրաստանում, Բաթումիում եւ որտեղ 7-րդ տուրի պարտիաներն են տեղի ունեցել։ Այսպիսով մեր ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Պոլինա Կոբակը, որը ներողություն եմ խնդրում 7-րդ խաղափուլից հետո այս պահին առաջատար են ուկրաինացի կանանց ֆիդեի վարպետ Անաստասիա Հնատիշինը, վրացի միջազգային վարպետ Մերի Արաբիձեն եւ իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիերեսը։ Նրանք 6-ական միավոր ունեն եւ խոսելով մերոնց մասին, կանանց գրոսմաստեր Էլինա Դանիելյանը, Մարիա Մկրչյանը եւ Լիլիթ Մկրչյանն ունեն 4.5-ական միավոր, ֆիդեի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4 միավոր։ Եվս մի լուր մարզաշխարից, հատկապես Ռեալի երկրպագուների համար, Ինտերի խաղացողներից մեկը կտեղափոխվի Ռեալ, խոսքը 30-ամյա հոլանդացի աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսի մասին է։ Նա կարիերան, ինչպես արդեն նշեցի, կշարունակի Իսպանիայի փոխ-չեմպիոն Ռեալի կազմում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը, մինչև 2030 թվականի հունիս ֆուտբոլիստի Դենզելի տեխնացիանը կողմ է եղել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը ինչպես գիտենք առաջիկայում կնշանակվի Ռեալի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Ավարտածակոմբային մրցաշարում Դյումֆրիսը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 5 գոլ եւ կատարել է 2 գոլային փոխանցման։ Նրա պայմանագիրն Ինտերի հետ տեսված էր մինչև 2028 թվականի հունիսը եւ այս պահին տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, ինչպես հասկանում եմ, իմ շատ փոքրիկ գոյություն ունեցող ֆուտբոլային Ինձ պետք է ասես միլիոնը։ Չէ, հասկանում եմ, որ Ռեալի կազմում կարծես թե լուրջ փոփոխություններ են այս ընթացքում տեղի ունենում թե Ժոզե Մոուրինյոյի հայտնվելը ակումբում, թե այս նոր ֆուտբոլիստները, Ընդհանրապես ֆուտբոլային աշխարհում կրկերը շուտով կեռան, որովհետև կմեկնարկի աշխարհի ֆուտբոլի առաջնության արդեն այդ վերջին փուլերը, որը արդեն ունի նաև իր պաշտոնական օրհներգը, բարբերաբար այն լսել ենք, այսօր էլ լսենք, 1-2 մարզական նորություն կարծում եմ դեռ ձեզ կներկայացնենք եթերաժամի ավարտին, իսկ հիմա դայ երգում է Շակիրան եւ մի ամբողջ ֆուտբոլային աստղաբույլ Just strong, die, die, equal, darling, let's go. Die, die, equal, darling, let's go.
know that our hearts can hold. And we can't hold on to the past no more. From the dirt and the tears we may go. We are more than flesh and bones. All the highs and lows, all the tears and the pain. You've been there through it all, been through it all, just do it again. Now you got to believe, I believe, cause you know what it takes to be living my dream at the top of your game. Feel it, got everything you needed. Now bring it like you need it, just like you need it. Dale, olvida lo que vale. Juega como tú sabes, como tú sabes. Pelé, Maradona, Maldini, Romario, Cristiano, Ronaldo, El vive Iniesta, Beckham y Kaká. Messi, Mbappé, Salah, Brasil, Uruguay, Argentina, Colombia, US, England, Germany, France, South Africa, España, México, Japan, Korea, Netherlands. Oh, eh, oh, eh. Eh, oh, eh. Oh, eh, oh, eh. Eh, oh, eh. You from the day you were born, Here in this place, you belong. You've been disgraced all along. What broke you once made you strong. die, die, ego, dale, ale, let's go, die, die, ego, dale, ale, let's go, die, die, ego, dale, ale, let's go, die, die, ego, dale, ale, let's go. Սուրճ ու սեր առավոտից։ Մարզաշխարհի հրավառություն այո կլինի ֆուտբոլային հրավառություն, որովհետև աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերը, ինչպես ասում են, սարերի հետևում չեն եւ հիմա նաեւ ակտիվ են կանխատեսումները։ Կա սուպեր համակարգիչ, որը կանխատեսում է, թե օրինակ ով կհաղթի, դա օպտավերլուծական հարթակին է պատկանում եւ սուպեր համակարգչի հաշվարկներով տիտղոսը նվաճելու ամենամեծ շանսերն ունի Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիների հաղթանակի իրական հավանականությունը գնահատվում է 16.1%։ Մրցաշարի երկրորդ ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է 13% ցուցանիշով եւ հավաքնորդների լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան 11.2% հավանականությամբ։ Գլխավոր ֆավորիտների հնգյակում են նաեւ Արգենտինան եւ Պորտուգալիան։ Իհարկե սա պարզապես կանխատեսում է, դա մարզաշխարհն իրականում շատ ավելի անկանխատեսելի է։ Հիշում ես տարիներ առաջ կար ինչ-որ 8 հոտնուկ, որը կանխատեսումներ էր անում, դնում էին նրա ոտքերի մոտ անունները, հավաքականների, այո, եւ նա գուշակում էր ու շատ ճիշտ էր դուրս գալիս։ Հուսամ դեռ ողջ եմ։ Ասում են նրանք շատ երկար են ապրում, Սևակ մի բան ասեմ, PSG-ի հաղթանակից հետո ես մի տեսակ ֆրանսիացիների հաղթանակներից վախենում եմ, հաշվի առնելով թե ինչի էին վերածել Փարիզը տոնելիս իրենց հաղթանակը, չնայած մյուս կողմից պարտություններից էլ գուցե պիտի վախենան։ Այո, անգամ այն տեսանյութեր թե ինչպես է Փարիզը պատրաստվում, եթե չեմ սխալվում, փակում էին ապակիները խանութների վտանգից ելնելով կամ միգուցե զարդարում էին, այդպես էլ չհասկացա, բայց սա այն դեպքն է, երբ երբեք բռնությունը եւ անկարգությունը արդարացված չէ, բայց ֆուտբոլային կրքերի դեպքում երբեմն մարդիկ կորցնում են ողջամտությունը, բանականությունը։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կմեկնարկի ընդամենը 1 շաբաթից հունիսի 11-ին եւ պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից 3 երկրում՝ Միացյալ Նահանգներ, Կանադա եւ Մեքսիկա, եւ այս տարի ռեկորդային թվով հավաքականներ են մասնակցում 48 ազգային հավաքական։ Դե ինչ արդեն հաջողություն մաղթենք բոլոր մարզասերներին, ֆուտբոլասերներին, հաջողություն մաղթենք նաև օրվա ընթացքում, այսօր չորեքշաբթի է 10:55, հուսով ենք, որ կարողացանք օրը օգնել, որպեսզի սկսեք դրական տրամադրությամբ։ Լավ եղեք, կհանդիպենք վաղը 9:30-ից եւ ձեզ կասենք բարի լույս։